Բարև ձեզ։ Ողջույն պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ, որ հնարություն ընձեռեցիք մեզ զրուցել ձեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Խաչիկյան, տեսեք, վաղ առավոտից այդ տեղեկությունները կան, որ քաղաքական բռնաճնշումները նոր թափով են շարունակվում եւ նաեւ հրապարակվեցին արդեն ժամը 11-ի տվյալներով քվեարկության մասնակցության ցուցանիշները, որը որ շատ ավելին էր, քան 2021-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ։ Ձեզ ինչպես է հիմա անցնում, եկեք քննարկենք մինչ այս ժամը ինչպես է անցնում քվեարկության օրը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Որքանով ես տեսնում եմ մեր մամուլից, որքանով տեսնում եմ Telegram կանալներից եւ պաշտոնական տեղեկություններից, այո, մասնակցությունը ավելի բարձր է, քան վերջի ընտրությունների ժամանակ։ Ես շատ շնորհակալ եմ մեր հայրենակիցներին, որ այսպիսի բարձր գիտակցություն են ցուցաբերում եւ գնում են քվեարկում են, դա շատ լավ է։ Կարող եմ ասել նաեւ, որ որոշ տեղեկություններ տեսա exit poll-երի, այսինքն մարդիկ ովքեր դուրս են գալիս քվեարկելուց հետո, ըստ այդ տեղեկությունների իրավիճակը շատ հուսադրիչ է, շատ լավ հույսեր կան ընդդիմության ուժերի համար։ Պաշտոնական թվեր չեմ կարող տալ, բայց այն ինչ որ ես տեսել եմ, հուսադրում է։ Ինչ վերաբերվում է այս խայտառակ խախտումներին, իհարկե մենք բոլորս սա սպասում ենք։ Տեսեք, ԿՊ-ի ներկայացուցիչները մտնում են տարբեր տեղամասեր, որտեղ քվեարկություն է տեղի ունենում, ընտրողների հետ զրուցում են, ուղղորդում են, որոշ տեղերում պարզ երևում է, թե ինչպես են քվեարկում մարդիկ, մի քանի տեղեկություն տեսա, որ խմբակային քվեարկություն է տեղի ունենում, այսինքն մի քանի հոգի է մտնում ընտրախցիկ, որը բացարձակապես անօրինական է, բացարձակապես անօրինական է ընտրողների հետ ինչ-որ աշխատանք տանելը, քարոզելը իրենց ընտրելու ժամանակ կամ մի քանի րոպե առաջ, բացարձակ անօրինականություն է սա, եւ իհարկե տեսնում եք այս բոլոր ձերբակալությունները նույն օրը, սա ամենախայտառակ ընտրություններն են իմ հիշողության մեջ, եւ այս մարդիկ մեզ 8 տարի առաջ խոստացան ժողովրդավարություն։ Տեսեք, թե որքան հեշտ է խաբել, որքան հեշտ է մեր բոլորիս խաբել, մանիպուլացնել եւ հիմա մենք տեսնում ենք ամենակեղտոտ ընտրությունները վերջի տասնյակ տարիների ընթացքում։ Պարոն Խաչիկյան, եկեք նաեւ քննարկենք այն, որ բավականին բարձր մասնակցություն կա, բազմաթիվ ընտրատեղամասերում մարդիկ հերթերի մեջ են։ Արդյոք կարող ենք սրանով փաստել, որ ընդդիմությանը գոնե որոշակիորեն հաջողվեց ակտիվացնել հանրությանը։ Այո, կարող ենք եւ ես շատ շնորհակալ եմ եւ մեր ընդդիմությանը եւ մեր ժողովրդին։ Շատ շնորհակալ եմ, որ մարդիկ լսեցին մեր ուղերձը։ Մենք բոլորս հասկանում ենք ինչ է մեր գլխին գալու, եթե այս խուլիգանական խումբը, այս դավաճան խումբը մնա իշխանության։ Մարդիկ դա հասկացան, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, ցավոք սրտի, այո, տասնյակ տարիների ընթացքում կային անարդարություններ, սխալներ, կոռուպցիա, ԽԾԲ ինստիտուտը, այդ ամենը կար եւ մեր ժողովուրդը իհարկե այդ վերքերը ունի անցյալից այդ վերքերը մնացել են։ Եվ հիմա ավելի սաստիկ ձևով, ավելի սաստկացավ այդ ամեն ինչը, բայց մեր ժողովուրդը հասկանում է, որ սա վճռական պահ է, ճակատագրական պահ է եւ մարդիկ լսեցին մեր ուղերձը, գնացին քվեարկելու եւ կրկնում եմ, իրավիճակը հուսադրող է։ Ես պետք է նշեմ, որ մեր սիրելի հեռուստադիտողների համար մենք այսօր ողջ օրվա կտրվածքով լինելու ենք ուղիղ եթերում, խոսելու ենք ընտրախախտումների մասին, խոսելու ենք ընթացող գործընթացի մասին, ցույց ենք տալու այդ ընտրախախտումները եւ նորից կոչ եմ անում շարունակել մեր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Պարոն Խաչիկյան, մի այսպիսի հարց լավ, դուք ինքներդ բավականին լավ պատմական գիտելիքներ ունեք եւ պատմությունից մեզ հայտնի է, որ որևէ ավտորիտար ռեժիմ, որքան էլ որ նա բիրտ է,
Այնուամենայնիվ ինքը ունի անսահմանափակ ռեսուրսներ։ Ըստ ձեզ որոնք են հիմա Փաշինյանական այս իշխանության հիմնասյուները, որի միջոցով նա իրականացնում է այս բռնաճնշումները, եւ արդյոք նա կարող է երկար ձգել։ Իր գործիքները մենք բոլորս տեսնում ենք արդեն 8 տարի, շանտաժ, կոմպրոմատ, վախեցնել, կոմպրոմատներ փորել, գործ սարքել, մարդկանց մասին կեղտոտ բամբասանքներ տարածել, մեղադրել, այդ նույն գործիքներն են, ատելության քարոզ, մեր սեփական ժողովրդի մի մասը, այդ խեղճ 120,000 մարդուն դարձրեցին սատանա, դարձրեցին մեր բոլորիս թշնամին, այն նույն մարդիկ ում հետ այդ անձը խմած ձևով պարում էր Շուշիում, որից հետո ինքը սադրեց, այդ պարով սադրեց Ալիևի հարձակումը։ Նա վախեցնում է մարդկանց, ես համոզված եմ, որ ԿՊ-ում կան ազնիվ մարդիկ, կան լավ մարդիկ, ուղղակի մերպես երևի հավատացին 8 տարի առաջ եւ հետո ընկան այս թակարդի մեջ, չեն կարողանում դուրս գալ, որովհետեւ իրենց վախեցնում են։ Այդ մարդկանց պետք է վստահեցնել, որ մենք իրենց հասկանում ենք, մենք իրենց կընդունենք, կհասկանանք, մենակ այս հանցագործ խմբից պետք է ժամանակին նրանք դուրս գան։ Այո, նա փորձելու է բոլորին վախեցնել, էլի կոմպրոմատներ գտնել, ուժային մեր ստրուկտուրաներին, նույնպես հորդորել է ուժ կիրառել մարդկանց դեմ, ես հույսով եմ, որ նրանք բարձր գիտակցություն ցույց տան, ցուցաբերեն եւ անօրինական հրամաններ չեն կատարի։ Պարոն Խաչիկյան, միջազգային կառույցները շարունակում են լռել, անգամ այն պարագայում, երբ որ քվեարկության օրը վաղ առավոտվանից տասնյակ ձերբակալություններ են տեղի ունենում։ Եկեք նաև քննարկենք մեր հեռուստադիտողների համար հատկապես, որպեսզի պարզ լինի, լավ, ինչ խնդիր են լուծում միջազգային կառույցները իրենց այս ձկան պես լռությամբ։ Շատ դժվար է խոսել միջազգային կառույցների մասին մի աշխարհում, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը ասում է, որ այլևս չկա միջազգային օրենք, կա միայն ուժ, մի աշխարհում, որտեղ առևանգում են Վենեսուելայի նախագահին, որտեղ Դանիայից խլում են Գրենլանդիան, որտեղ 80,000 պաղեստինցի երեխա եւ մայր սպանվում են ամբողջ աշխարհի աչքերի առջև եւ արևմուտքը դա ֆինանսավորում է եւ օգնում է։ Երբ աշխարհը չտեսավ 120,000 ղարաբաղցի ինչպես ենթարկվեցին էթնիկ զտման, չնայած կան տասնյակ կեղծ փաստաթղթեր, որոնք ընդունված են եւ ՄԱԿ-ի կողմից եւ եվրոպական այդ սուտ ինստիտուտների կողմից, մի աշխարհը, որը չտեսավ ոչ ցեղասպանությունը Գազայում, ոչ հայերի էթնիկ զտումը Ղարաբաղից, այդ աշխարհը չի տեսնի ոչ մեր ձերբակալությունները, ոչ ծեծը, ոչ ռումբ գցելը խաղաղ ցուցարարների վրա, ոչ ուսանողներին համասարանից ձեռները ոլորելով հանելը դուրս, ոչ երիտասարդներին կոկորդից բռնել խեղդելը փողոցում, ոչ մարդուն հոգեբուժարան տանելը եւ ինքնասպանության հասցնելը, ոչ ընտրությունների օրը օպոզիցիոն ուժերի ղեկավարներին եւ իրենց աջակիցներին ձերբակալելը, այդ ձեր ասած միջազգային կառույցները եւ մեր արևմտյան ընկերները ունեն բազմաթիվ դիմակներ եւ նրանք տարբեր դիմակներ են հագնում այն ժամանակ, երբ որ իրենց պետք է, երբ պետք է Լուկաշենկոին քննադատել, նրանք շատ լավ հիշում են եւ դեմոկրատիան եւ մարդու իրավունքները եւ միջազգային օրենքը եւ արևմտյան արժեքները, եւ նույն բանը եւ ավելի վատ կատարվում է Հայաստանում, նրանք լռում են։ Նրանք ցույց տվեցին, որ որևէ հեղինակություն այլևս չունեն, ամբողջ աշխարհը սա տեսնում է, մենք ունենք երկակի ստանդարտներ, ունենք 15 երեսանի տարբեր մարդիկ, ովքեր փոխում են իրենց սկզբունքները այնպես, ինչպես նրանց պետք է։ Մեր նկատմամբ նրանք ունեն շատ ստույգ պլան։ Հայաստանը պետք է ենթարկվի Թուրքիային, Ադրբեջանին, ռուսները պետք է դուրս գան հարավային Կովկասից, մեր տարածքով պետք է անցնեն Զանգեզուրի կորիդորը եւ ուրիշ կորիդորները, Մեղրին հանձնվել է, ես 2-3 անգամ խոսել եմ արտասահմանյան գետների հետ։ Հայաստանը հանձնել, դարձնել խաչմերուկ Թուրքիայի, Ադրբեջանի համար եւ հետո կամաց-կամաց մեր հարցերը փակել, որ այստեղ լինի մեծ Թուրքիա,
որը բախվելու է Ռուսաստանի հետ։ Դա է նրանց պլանը եւ իրենց աչքին, եթե ինձ ու ձեզ այսօր սպանեն կամ հում ուտեն, ինչպես Բոկասաներ ուտում, որին Ֆրանսիան տվեց պատվո լեգիոն 90-ականներին, իր օպոզիցիոներներին ուտում էր, ասել եմ մայոնեզով պահում էր խալազիլնիկում։ Եթե մեզ այսօր սաղ ուտեն, Եվրոպան կասի, որ սա դեմոկրատիա է, սա ժողովրդավարություն է եւ սա ճիշտ է, մենակ թե հաղթի այս անձը, որը շարունակի հանձնել մեր ազգը, հանձնել Հայաստանը եւ մեզ դարձնել Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն։ Նրանք էլ ոչ մի բան չեն տեսնում։ Ստեղ մենք ունենք թարմացում, մասնապես Հայաստան դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արդեն իսկ արձանագրվել են քվեաթերթիկները ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Ես ոնց հասկանում եմ, սա համատարած բնույթ է գրում, որովհետև տարբեր տեղերում արդեն դրա մասին խոսում են։ Սա երևի ժողովրդավարության, այսպես ասած, բաստիոն հանդիսացող Հայաստանի իրական պատկերն է, հա, ճակերտավոր ժողովրդավարության։ Դուք 8 տարվա ընթացքում մի բան հիշում եք, որ նա ճիշտ է ասել։ Դուք մի բան հիշում եք, որ այս մարդը ասել է ու տենց էլ եղել է։ Սկսելով այդ բաներից իր այդ կամերաները, մեր ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, 10 անգամ բարձրացան տուգանքները, ըստ որոշ տեղեկությունների 7 անգամ աճեց թմրամոլությունը, 20 անգամ խաղամոլությունը, օլիգարխները գնալով հարստացան, նույն օլիգարխները մնացին, նոր օլիգարխները ավելացան, իրանց ընտանիքի անդամները, ընկերները դառան օլիգարխ, այդ բոլոր խոստումները խախտվեցին, Ղարաբաղի մասին միլիոն անգամ խոսել ենք, ել չկրկնեմ, ոնց ղարաբաղցիներին խաբեց, ինչպես մեզ բոլորիս խաբեց, Զանգեզուրի միջանցքը տվեց ուրիշ անունով, այս մարդը ինչ է ասել, որ ճիշտ լինի։ Իհարկե սա սուտ է, նրանք ամեն ձևով հիմա փորձելու են կեղծել։ Մարդիկ պետք է ֆիքսեն այդ բոլոր խախտումները եւ միանգամից դիմեն դիտորդներին։ Ես գիտեմ, որ քաղաքական կուսակցությունները ստեղծել են իրենց իրավաբանական խմբերը, որոնք զբաղվելու են այս բոլոր խախտումներով, բայց արևմուտքի վրա հույս մի դրեք, ասել եմ, ինձ էլ ձեզ էլ հում ուտեն, սպանեն ուտեն, նրանք ասեն, որ տենց էլ պետք է, որ մենք Ռուսիա ագենտ էինք, դրա համար դա ճիշտ է։ Այստեղ եւս մեկ տեղեկություն, սիրելի ընկերներ, ուժեղ Հայաստան կուսակցությունից հայտնում են, որ դիմակայված անձին Գյումրիում շրջափակել են կուսակցության տեղի գրասենյակը։ Պարոն Խաչկյան, այսպիսի մի հարց, ռետորական է հարցադրումս, էլի։ Տեսեք, ուժեղ Հայաստանի հետ կապված 2 օր առաջ, հա, մոտավոր, կար վտանգ, որ ուղղակի գրանցումից կհանեն եւ չեն թողնի, որպեսզի ընդդիմադիր առաջատար ուժը մասնակցի քվեարկությանը։ Եվ եթե սա լիներ, օրինակ Ռուսաստան, պատկերացնում եք, թե Արևմուտքը ինչ մեծ աղմուկ կհաներ։ Միանգամից կստեղծվեր Մագնիտսկի 2-րդ, 3-րդ ցուցակը, 4-րդ ցուցակը, 5-րդ ցուցակը, կլինեին սանկցիաներ, միանգամից CNN-ը, BBC-ն, France Press-ը, Euronews-ը, Deutsche Welle-ն, այդ բոլորը կվազեին, կսկսեին դրա մասին գրել, ոնց որ մեզ խաբեցին 18 թվին, երբ որ այդ թիթիզությունը արեցին Երևանի հրապարակներում, մենք էլ ցավոք սրտի կուլ տվեցինք, այդ խայծը կուլ տվեցինք, հավատացինք, որ իսկապես նրանք դեմոկրատիա են ուզում, մեզ խաբեցին, եւ հիմա եթե նայեք ինչ են գրում այդ նույն ծախված արևմտյան կանալները, նրանք գրում են, որ Հայաստանը ընտրում է Եվրոպան։ Այսինքն մենք կարանք ընդհանրապես այստեղ չլինենք, կարանք ուղղակի այստեղ չլինենք։ Նրանք մեկը մեր տեղը էլի գրում են այդ հեքիաթների մասին։ Ով է մեզ կանչել Եվրոպա, մենք չիմացանք, ով է ընդունելու մեր արտադրանքը Եվրոպայում չիմացանք, անգամ մեր աշխատանքային վիզաները, որի մասին ես խոսել եմ, սահմանափակել են, նրանք ուղղակի գրում են այն, ինչ որ նրանց կարգադրում են գրել։ Մի մամուլ, որը տասնյակ տարիներով չի նկատել, թե Էփշտեյնի կղզիում Անգլիայի արքայական ընտանիքի անդամներ, պարլամենտի անդամներ, Միացյալ Նահանգների նախագահներ, միլիարդատերներ այլանդակությունով են զբաղվում, անչափահաս աղջիկների եւ տղաների հետ, ու դուք այս մամուլից սպասում եք, որ նրանք ճշմարտությունն են
պատմելու, լավ էլի։ Եկեք զարթնենք, հասկանանք, որ այդ մեր մանկական երազները պետք է մի կողմ դնել եւ նայել այս աշխարհը ռեալ ոնց է աշխատում։ Մեկ էլ Ալիևն է, չէ, ամենամեծ դեմոկրատ ղեկավարը աշխարհի, որ գնում են իր ձեռները պաչելով մեռան, մենակ թե նավթ ու գազ ստանան։ Ես հիմա ստանում եմ որոշ տեղեկություններ exit poll-ներից, այսինքն այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս քվեարկելուց հետո, որոշ մարդիկ հարցերին են պատասխանում եւ ըստ այս տվյալների իրավիճակը հուսադրող է, շատ հուսադրող է անդիմության ուժերի համար։ Այստեղ ես եւս թարմացումներ ունեմ ընտրախախտումների մասով, օրինակ Գորիս քաղաքի 34.03 ընտրատեղամասում խախտում է արձանագրվել, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն հորդորել փոխել իր ընտրությունը։ Մի հատ դա Ուրսուլային ու Մակրոնին ուղարկեք, ես խնդրում եմ։ Մի հատ սա վերցնենք, գնանք Ֆրանսիայի դեսպանատուն, ես գիտեք ոնց եմ սիրում Ֆրանսիան եւ Ֆրանսիայի ժողովուրդը։ Մի հատ Մանուել Մակրոնին սա ուղարկեք, ասեց Մուսյո պրեզիդոն, էս էլ ձեր դեմոկրատիան, այն էլ ձեր ծախած Արցախը։ 34.03 տեղամաս Գորիսում ԿՊ-ի ներկայացուցիչը մոտեցել է սրա մասին ասացինք, ներողություն։ Վանաձորի 23.11 ու 23.12 տեղամասերում նույն անձը զինվորական համազգեստով քվեարկել է 2 անգամ։ Այսինքն կրկնակ քվեարկության դեպքերի ենք արդեն ականատես լինում։ Եվ խմբակային քվեարկության, ինչպես պարզվում է։ Այո։ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում հանձնաժողովի նախագահ քաղաքական գյուղապետն է գնում է քվեախցիկի հետնամասում, կանգնում է եւ բոլորի քվեարկությանը հետևում է, որ գյուղացիները քվեարկեն քաղաքացիական պայմանագրին։ Ես մի հարց ունեմ ձեզ, ես ճիշտ ասած պատասխանը չունեմ։ Սա պետք է միանգամից սրա մասին պետք է զեկուցել դիտորդներին։ Իսկ նրանք ինչ են անելու, ինչ որ պատասխանատվություն են այդ մարդուն հեռացնել կամ փակել այդ քրեակա այդ բանը, տեղամասը, որտեղ նրանք քվեարկում են։ Ֆորմալ առումով իրենք պետք է գործեն, բայց բնականաբար մենք գիտենք, որ որևէ գործողություն չի լինելու։ Այսինքն ընթացակարգը չի պահվելու։ Որևէ գործողություն չի լինելու։ Մենք որ տեսնում ենք անպատժելիության այն մթնոլորտը, որը որ արկա է, նաև տեսանք դա նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ որ օրինակ նույն Մասիս համայնքում հարձակվել եւ ծեծի էին ենթարկել ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, կանանց, նաև աղջիկներին եւ հետ որը մեկը չպատժվեց։ Օրեր են անցել, այդ միջադեպը տեսանակրահանվել է, այսինքն կան կադրեր, թե ոնց են դիմադիր կուսակցության ներկայացուցիչներին ծեծի ենթարկում, բայց որևէ մեկը առ այս պահը չի կալանավորվել եւ հետեւաբար սպասել, որ խախտումներ թույլ տված հանձնաժողովի անդամներին կամ իշխանության ներկայացուցիչներին կպատժեն, ես կարծում որ անիմաստ է։ Իսկ ընտրական այդ ժողովը, որ կազմել է, այնտեղ ԿՊ-ի ներկայացուցիչներն են, չէ՞։ Այն կոմիտեն, այն հանձնաժողովը, որը հետևում է քվեարկությանը։ Միանշանակ։ Կսանութի 28.1 ընտրատեղամասում ազանգ է արկա, որ ԿՊ-ի օգտին քարոզություն է իրականացվում։ Նաև կա ազանգ, որ հակաքարոզություն է իրականացվում ընդդեմ ուժեղ Հայաստան դիմադիր կուսակցության եւ Ադոնց փողոցի հատվածում տեղամասերի
վրա տեղամասերի դիմաց ներողություն, քարոզչական թռուցիկներ են, որոնք հակաքարոզչություն են իրենց ենթադրում։ Հասանք Աջափնյակի շրջան, 6/46 ընտրատեղամաս, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները ուղղորդում են բնակիչներին մտնել տեղամաս ու քվեարկել իրենց ուժի օգտին։ Արաբկիրի 4/43 տեղամասի մոտ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է ու քաղաքացուն վիրավորել։ Նույն ընտրատեղամասի հարակից տարածքում միջադեպ է գրանցվել ոստիկանի, մեկ այլ քաղաքացու եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձի միջև։ Վանաձորի 2311 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններով ծրար է հայտնվել։ Դեպ Հայաստան դաշինքն էլ էր, որ նոր հայտարարությունը կարդացի ընտրախախտումների վերաբերյալ, այդտեղ նշվում էր, որ ֆիքսվել են, թե ոնց են ծրարներ բերում ընտրատեղամաս, հետո ծրարներ դուրս հանում։ Այսինքն մենք գործ ունենք բազմաթիվ մտահոգիչ այսպիսի երևույթների հետ։ Այո, ես էլ եմ կարդում, տարբեր կանալներով նույն տեղեկություններն եմ ստանում։ Երևի պետք է այդ ամենը ֆիքսել, պետք է զեկույցներ գրել, պետք է, եթե նկարներ կան, վիդեոներ կան, պետք է դա ներկայացնել դիտորդներին, որքանով ես հասկանում եմ, այնտեղ կան դիտորդներ տարբեր քաղաքական ուժերից եւ պետք է դրա մասին զեկուցվի անպայման։ Նրանք թե ինչ կարող են անել, դժվար է ասել։ Քանի որ որքանով ես հասկանում եմ, այդ հանձնաժողովը, որը վերահսկում է ընտրությունները, այնտեղ կան իշխանության ներկայացուցիչներ։ Խախտումներ կան նաև Օձունում, Օձուն գյուղի 24/09 տեղամասի մոտ, ըստ տեղեկությունների գյուղի վարչական ղեկավարը եւ անտառատնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում եւ ուղղորդում են ընտրության։ Ըստ էության, սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների օրը եւ մարդկանց ուղղորդում են տարբեր պատկան մարմինների ղեկավարներ, որպեսզի վերջիններս գնան ընտրության կամ գնան ու ընտրեն քաղաքացիական պայմանագրին։ Տեղեկություններ են ստացվում նաև Մարտունից, Մարտունի 21-29 ընտրատարածքից դուրս 100 մետր հեռավորության վրա Մարտունու քաղաքապետը ուղղորդում է քաղաքացիներին եւ փաստորեն սա համատարած է էլի ըստ էության, պարոն Խաչիկյան։ Այո, համատարած խախտումներ են, բայց մենք սա ասում ենք, մենք նախատեսել էինք, որ այսպես է լինելու է։ Ես ասում եմ, հիշում եք, որ նրանք էլի ցուցակներով մարդ են բերելու, հետևելու են ով է եկել, ոնց են քվեարկել։ Այո, մենք սա սպասում էինք։ Սրանից հետո նրանք խոսան երևի ժողովրդավարության մասին։ Սա ակնհայտ խախտումներ են, պետք է դիմել մեր դիտորդներին եւ ներկայացնել ապացույցները, որ այսպիսի խախտումներ եղել են։ Պետք է զեկուցումներ ներկայացնել, երևի պետք է նկարներ, վիդեոներ ներկայացնել, թող մարդիկ անպայման ֆիքսեն այս բոլոր խախտումները։ Երևանի 953 տեղամաս քաղաքացիներին երրորդ համարի երկուական քվեաթերթիկ են տալիս, որ ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագ սպառվեն։ Հետաքրքիր մեթոդաբանություն է, այսինքն յուրաքանչյուր միջոց գործի է դրվում։ Մեծ ավանում խախտումներ,
Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ըստ տեղեկությունների ապօրինի մտել է տրատեղամաս եւ խոչընդոտում է քաղաքացիների քվեարկությունը։ Որքանով ես հասկանում եմ, կա հատուկ համար, հեռախոսահամար, որով պետք է զեկուցել, եթե կան տարբեր խախտումներ, պետք է դիմել դիտորդներին, տարբեր քաղաքական ուժերի երևի, եւ կան հատուկ համարներ, որով կարելի է զեկուցել, եթե դուք տեսնում եք այսպիսի խախտումները։ Եվ իհարկե կա հանձնաժողովը։ Այն քաղաքացիները, մարդիկ, ովքեր որ ֆիքսում են խախտումները, կարող են անձնանգել նաև մեզ Anti-Fake-ին, սիրելի քաղաքացիներ, նորից եմ կոչանում, մասնակցեք, շարունակեք մասնակցել ընտրություններին եւ խախտումներ արձանագրելու պարագայում դուք ազատ եք զանգել դրանց մասին Anti-Fake-ին։ Ես նորից խոսեմ այս աղաղակող խախտման մասին։ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը տրատեղամասերում բացահայտ կերպով խոչընդոտում է քաղաքացիների քվեարկությանը։ Հանցագործություն չի համարվում։ Ես փաստաբան չեմ, բայց սա շատ լուրջ խախտում է։ Միանշանակ դա ընտրական գործընթացի խաթարման փորձ է եւ եթե մենք լինեինք իրապես ժողովրդավարական երկրում, ապա դա կարժանանար պատկան մարմինների, համապատասխան մարմինների ուշադրությանը։ Այո, անկասկած։ Ահազանգ ունենք Ավան վարչական շրջանի 1.5 ընտրատեղամասում մամուլում առկա տեղեկությունների համաձայն ընտրատեղամասում քաղաքացիներին հանձնարարված է քվեարկությունից հետո իրենց հետ դուրս բերել երրորդ համարի քվեաթերթիկը։ Այդ դուրս բերելու իմաստը այն է, որ մարդիկ չկարողանան դա օգտագործել, հա, գնալուց։ Միգուցե դժվար է սրանց տրամաբանությունը։ Այդ երրորդը որ ուժն է, Դավիթ ջան, որ ուժն է համարի։ Երրորդը ուժը Հայաստանն է։ Հա, դե ամենախոշոր ընդդիմության ուժին փորձում են հարվածել, բարձր։ Եվ պետք է նաև նշեմ, որ այս տեղեկությունները, որ ես ընթերցում եմ, հենց ուժեղ Հայաստան կուսակցության տեղեկություններն են։ Նաև ուժեղ Հայաստանը զանգում է Օշականից, որը Օշականի մշակույթի տանը 17/25 ընտրատեղամասում քաղաքացիները մուտք են գործում արդեն իսկ քվեաթերթիկներով։ Այսինքն քվեաթերթիկները իրենց տրվում են մինչև դրսից ընտրատեղամաս գալը։ Դրսից տրվել են եւ մուտք են գործում բանով արդեն քվեաթերթիկներով։ Պետք է ուղղակի ցավտան մի րոպե մի գոռա ցավտան մտ խրա բայելի թերթիկը քեզ չեմ նկարում թերթիկն եմ նկարում առնսրավ էս Դա համատարած ամենտեղ, այո, կարդում ենք խախտումների մասին, ամենտեղ, ես էլ որոշ կանալներ նայում եմ, ամենտեղ։ Ու սա ձեր խոստացած ժողովրդավարություններ։ Որը որ նրանք խոստանում են 2018 թվականին, բայց մենք տեսնում ենք, որ այս 8 տարիների ընթացքում այս խոստումը եւս ինչպես բոլոր մնացյալ խոստումները իդերև եղան եւ իջիկ դարձան այս իշխանությունների օրոք։ Իսկ որ խոստումը կատարվեց։ Բացարձակապես, որը մեկը չկատարվեց, հենց դրա համար եմ ասում, որ մնացած խոստումների նման իջիկ դարձան։ Հեսա մի նոր տեղեկություն տեսա Telegram կանալներից մեկում, որ մեկ անգամ եւս Ալավերդիում 24/11 մասում, ընտրամասում, այդտեղ մի
անց քաղաքացի փորձել էր բյուլետենները, քվեաթերթիկները հանել դուրս։ Ընտրատեղամասից հանել դուրս։ Դե պարոն Խաչիկյան, գիտեք ինչն է հետաքրքիր, որ այն ինչ որ արվում է այլևս սանթակույց կերպով։ Այո, Շատ ավելի սա բաց դիկտատուրա է։ Շատ ավելի լկտի, շատ ավելի ցայտուն եւ Հայաստանը ըստ էության արդեն դասական ավտորիտարիզմից կարող ենք փաստել, որ շարժում է դեպի ամբողջատիրություն։ Այո, սա դիկտատուրա է, սա բռնապետություն է։ Այսպիսի խայտառակ ընտրություններ ես չեմ հիշում որևէ տեղ, որևէ բան, այսպիսի բան չեմ տեսել։ Մարդիկ հանում են քվեաթերթիկները, որպեսզի ապացուցեն, որ իրենց ձայնը տվել են այն ուժին, որը իրենց կարգադրել է դա անել։ Դե պարզավոր ուժին եւ համատարած խախտումներ ամեն տեղ։ Ահա։ Ուժեղ Հայաստանից զանգում են, որ մեծ այրումում թիվ 2437 ընտրատեղամասից վարչական ղեկավար Արսեն Ղարագյոզյանը ընտրատեղամասի մոտ կանգնած է եղել ցուցակներով ուղղորդելիս է եղել բնակիչներին։ Վարչական մասն ու մանկապարտեզը նույն շենքում են։ Ղեկավարի աշխատասենյակի դուռը եւ ընտրատեղամասի մուտքի դուռը իրար մոտ ու ըստ ազանգողների վերջինս միջամտում է ընտրական գործընթացին։ Այո, տեսնում եք։ Դե մենք այդպես էլ սպասում ենք։ Հիշում եք, մեզ պարոն Թաթոյանը կարծեմ ցույց տվեց այդ ձայնագրությունը, որով ամենալկտի ձևով այս խմբի անդամներից մեկը սպառնում էր մանկապարտեզների տնօրեններին։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ նույն բանը երևի արվել է եւ դպրոցների եւ ուրիշ վարչական ռեսուրս օգտագործվել է եւ հիմա դուք տեսնում եք դրա ապացույցը։ Այսինքն մենք այս ամեն ինչը սպասում ենք, այստեղ որևէ նոր բան չկա։ Եվ տեսակ մի նոր ասեք, ասեք դուք։ Տեսակ, որ մի նոր ձև են հնարել մարդկանց վախեցնելու Ռուսաստանից եկող մեր հայրենակիցներին հիմա փորձում են ենթարկել ռազմական ծառայության, այսինքն ռազմական ծառայությունը բանակում ծառայելը օգտագործում են որպես վախեցման մեթոդ։ Փորձում են մարդկանց վախեցնել, որ նրանք չգան եւ չքվեարկեն։ Սա շատ կարևոր դիտարկում է, որովհետև պետք է խոսել սրա մասին, որ զինված ուժերը այս իշխանությունները դարձրել են պատժիչ մարմին կամ պատժարան, հա։ Այո։ Այո։ Առավել մեծ հարված զինված ուժերին, զինված ուժերի հեղինակությանը ուղղակի դժվար է պատկերացնել, որ քաղաքական հակառակորդներին սպառնում ես վարժական հավաքներին ուղարկելով, այսինքն զինված ուժերը այս իշխանությունների համար պատժամիջոց են դարել։ Համակենտրոնացման ճամբար են ըստ էության։ Նոր տեսա մի նոր զեկուցում, սև դիմակներով մարդիկ Գյումրիում շրջապատել են ուժեղ Հայաստանի գրասենյակը։ Հələ տեսեք ինչա կատարվում, հələ տեսեք, այս ինչա կատարվում։ Սա էլ դեմոկրատական ընտրություններ։ 1000 ամոթ մեր եվրոպացիներին, 1000 ամոթ։ Ես չէի պատկերացնում, որ դուք այս աստիճանի 15 երեսանի եք։ Նոր տեղեկություններ կան, որ Ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավոր եւ պատգամավորության տեխնացու Սերգեյ Բագրատյանը չի հեռանում 3620 ընտրատեղամասից։ Մենք կարող ենք այդ կադրերը այս պահին տեսնել։ Իսկ հետաքրքիր է այս բոլոր խախտումների հետևանքով ստացած քվեները։ Նրանք հետո հաշվի առնվելու են, չէ՞, այսինքն դա ինչ ես չգիտեմ, ես փաստաբան չեմ,
բայց եթե այս ակնհայտ կեղծիքներ են տեղի ունենում, այս քվեաթերթիկների հետ ինչ է լինելու։ Դե երևի այդ հարցը ուղենք, չգիտեմ, դիտորդներին երևի ճիշտ կլինի։ Այստեղ ահազանգ կա ուժեղ Հայաստանի կողմից, որ Գարգարի 22-34 տեղամասում վարչական ղեկավար ու իր թիմակիցները ուղղորդում են քաղաքացիներին։ Մենք հերթական ընտրախախտման դեպքին ականատես եղանք, սիրելի ընկերներ, եւ պետք է փաստել, որ այս ուղղորդումները, եթե դիտարկում ենք այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք որ ստացվում են, կրում է համատարած բնույթ եւ իրավական հարցերի համատեքստում պարոն Խաչիկյանը հետաքրքիր հարցադրումներ իրականացրեց, դրանց մասին մենք խոսենք պարոն Ռուբեն Մելիքյանի հետ, ով եւս այսօր մեր հյուրերից մեկն է լինելու եւ պետք է փաստել, որ մենք ինչպես նշեցի, ողջ օրվա կտրվածքով լինելու ենք ուղիղ եթերում, նաեւ հյուրերի մեջ են լինելու Հայկ Նահապետյանը, Արմինե Ադիպեկյանը եւ ունենալու ենք բավական հետաքրքիր քննարկումներ։ Դուք, սիրելի ընկերներ, շարունակեք հետևել Anti-Fake-ին, մնացեք մեզ հետ եւ այս կարևորագույն օրը, որը արդեն իսկ համեմված է բազմաթիվ ընտրախախտումներով, մենք միասին անցկացնենք, քննարկենք, նաեւ կարող եք հարցեր ուղղել մեր հյուրերին հարգարժան եւ շարունակենք լինել Anti-Fake-ի հետ, հետևել իրադարձությունների զարգացմանը։ Այստեղ նոր ահազանգ ուժեղ Հայաստանի կողմից Օշականի 17-25 ընտրատեղամասում պարբերաբար փորձեր են կատարվում առանց ծրարի գցել քվեատուփի մեջ, այս ենթադրաբար քվեաթերթիկ առանց ծրարի գցել քվեատուփի մեջ։ Չի կարելի, ինչ է կարելի։ Մեջ ինչի եմ դնում։ Գիտեք, երևի կարիք կա կրկնել, կամ չգիտեմ, կարիք չկա կամ կա կրկնել, թող մեր փաստաբանները, մեր մասնագետները կրկնեն, թե ինչպես է պետք քվեարկել, որպեսզի խախտումներ չլինեն։ Չնայած իմ կարծիքով դա հասկանալի է։ Ես կմիանամ ձեր կոչին, այո, սիրելի իհարկե տեսնում եք, մարդիկ մասնակցում են ավելի մեծ թվերով, քան նախկին ընտրությունների ժամանակ։ Քան Սա 21-ին, շատ հուսադրող է, քան 21-ին, այո։ Սա շատ հուսադրող է։ Շնորհակալ եմ ձեզ, խնդրում եմ շարունակեք մասնակցել։ Դուք տեսնում եք ինչ խախտումներ են կատարվում այս իշխանության կողմից։ Մեր հույսը դուք եք, որ դուք գնաք, որ դուք չվախենաք, ոչ մեկից չվախենաք։ Ձեր ձայնը տակ այնպես ինչպես դուք եք համարում ճիշտ եւ թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ուղղորդի եւ բոլոր խախտումների մասին զեկուցեք դիտորդներին կամ այդ թեժ համարով, որը գոյություն ունի, կամ ոստիկանությանը դուք որոշեք։ Գյումրու 31-41 ընտրատեղամասից տեղեկություններ են ստացվում, քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին եւ նետում աղբամանը։
Այսինքն այս քվեաթերթիկներ դուրս բերել ինչ որ մարկանց ցույց տալու, գցել աղբամանը, մենք տեսնում ենք, որ նորից սա եւս համատարած բնույթ է ըստ էության կրում։ Դե սա շատ լուրջ խախտում է, սա նշանակում է, որ մարդիկ ուզում են ապացուցեն, թե ինչպես են քվեարկել։ Ես սրա մասին խոսել եմ, շատերը սրա մասին խոսել են, որ մարդկանցից կարող են պահանջել ապացույց, թե նրանք ոնց են քվեարկել։ Դա շատ լուրջ խախտում է։ Դա խախտում է գաղտնիությունը, քվեարկության գաղտնիությունը։ Սոլա գյուղի գյուղապետի հայրը ընտրատեղամասից չի հեռանում եւ հսկում է ընտրատեղամասի աշխատանքները։ Եվս մեկ տեղեկություն։ Զարմանալի է ուղղակի։ Մենք ունենք եւս մի քանի տեղեկություններ 34/12-ում ԿՓ վստահված անձը ընտրատեղամասի ներսում եւ դրսում ուղղորդում է քաղաքացիներին, դա սա արդեն զարմանալի չի, որովհետեւ առավոտվանից հստակ տեղեկություններ են ստացվում, որ ընտրատեղամասի դիմաց կամ, չգիտեմ, ներսում իշխանության վստահված անձիկ ուղղորդումներ են կատարում, որը եւս օրենքի խախտում է։ Այսինքն սա փաստորեն ԿՊ-ի կողմից անցկացված ընտրություններ են։ ԿՊ-ականները կանգնած մարդկանց ասում են նրանք ոնց քվեարկեն եւ հետո ապացույց են պահանջում, որ տենց են քվեարկել։ Դե սենց է ստացվում։ Պարոն Խաչկյան, բազմաթիվ տարիներ մի հետաքրքիր այսպիսի հարց կուզենայի քննարկեինք։ Բազմաթիվ տարիներ դուք բնակվել եք Միացյալ Նահանգներում, վերջերս նաև ուսանալ եք Ստենֆորդում։ Ինչ կլիներ այն ուժի հետ, որը որ թեկուզ այսպիսի ընտրախախտումների չնչին տոկոսը իրականացներ։ Միանգամից այդ մարդիկ կձերբակալվեին, կենթարկվեին քրեական պատասխանատվության։ Նրանք խախտում են օրենսդրությունը։ Միացյալ Նահանգներում այսպիսի բան ուղղակի անհնար է պատկերացնել, որ ասենք Տրամպի կուսակցության, հանրապետականների կամ դեմոկրատների ներկայացուցիչները կանգնած լինեին իմ կողքը, երբ որ ես իմ ձայնս տալիս էի, եւ ասեին, թե ոչ թե ասեին, այլ արդեն տեսնեին, ստուգեին, թե ես ում եմ իմ ձայնս տալիս, եւ ինձ ուղղորդեին, բացատրեին, թե ինչ պետք է անեմ, սա ուղղակի անհնար է պատկերացնել, որ դա լիներ Միացյալ Նահանգներում կամ էլ որևէ եվրոպական երկրում։ Եթե Ֆրանսիայում այսպիսի բան լիներ, 5 րոպեում Ֆրանսիայի մետրոն, օդանավակայանները, գնացքները, ավտոբուսները, գործարանները, դպրոցները կկանգնեին 5 րոպեից եւ կառավարությունը հրաժարական կտար։ Բայց ցավոք սրտի այս մեր եվրոպացի ընկերների համար մենք մումբա-յումբա ցեղ ենք, ապրում ենք գաղութում եւ մեր նկատմամբ այսպիսի բան նրանք կարող են թույլ տալ։ Իրենց սեփական երկրներում երբևիցե այսպիսի բան նրանք չէին հանդուրժի, բայց ցավոք սրտի մենք իրենց համար 3-4 կլասի ժողովուրդ ենք։ Շատ ափսոս, որ մեզ այսպես վերաբերվում եք։ Շատ ափսոս։ 34/12 տեղամասում, որը որ Գորիսում է տեղակայված, ըստ ուժեղ Հայաստանի ներկայացվող տեղեկությունների հերթական ուղղորդումներն է իրականացնում ԿՊ վստահված անձը դրսում ու ներսում։ Ես համոզված եմ, վստահ եմ, որ ինչ որ միտեղ բոլոր այս խախտումները ֆիքսվում են, որպեսզի մենք իմանանք, օրինակ, քանի ընտրատեղամասում այսպիսի խախտումներ տեղի ունեցել։ Հիմա արդեն պարզվում է, որ տասնյակ խախտումների մասին է խոսքը, տասնյակ։ Արդեն միգուցե հարյուրավոր։ Դե ուրեմն միտեղ ես կոչ կանեի մեր ընկերներին, այո, ասեք։ Տեղեկությունները, որոնք որ ստացվում են, դրանք ըստ էության յուրաքանչյուր պահի են գալիս։
Այո, տենց էր ստացվում է, ես կոչ կանեի մեր ընկերներին դա ամեն ինչը ֆիքսել եւ միտեղ ամբողջ այս տեղեկությունները հավաքել, որպեսզի մենք ունենանք ստատիստիկան, վիճակագրություն։ Քանի ընտրատեղամասում այսպիսի խախտումներ տեղի ունեցան։ Այո, իմ կարծիքով արդեն մոտենում ենք 100-ի։ 22-26-ում ԿՊ վստահված անձը մտել է քվեախցիկ եւ իրականացում է խմբակային քվեարկություն։ Այ։ Դե մենք հասանք Սադամ Հուսեյն։ Այս Սադամ Հուսեյնի ընտրություններն է։ Մենք վաղը կլսենք մեր եվրոպական ընկերներից, որ սա դեմոկրատիա է։ Երբ որ մարդկանց ուղղորդում են, մտնում են խցիկի մեջ եւ տեսնում են, թե նրանք ոնց են քվեարկում։ Վաղը մեր եվրոպացի ընկերները կասեն, որ սա դեմոկրատիա է։ Ուղղակի մարդու սիրտը խառնում։ Մարդու սիրտը խառնում է։ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում արձանագրվել են բարբերաբար կրկնվող դեպքեր, երբ քվեարկությունը իրականացվել է երկու անձի մասնակցությամբ, սա ուժեղ Հայաստանի տրամադրած տեղեկությունն է։ Տեսնում ենք, երկու անձ, էլի երկուսով քվեարկում են։ Տեսեք, հələ տեսեք ոնց են պատրաստվել։ Դե դրա համար էին ասում 65%, Դավիթ ջան, դրա համար ես ուզում եք ես 100% կհավաքեմ։ Ես հիմա գամ սենց մեթոդներով անցկացնեմ քվեարկությունը, ես 100% կընտրվեմ։ Ես պետք է նշեմ, որ այս պայն մեզ դիտում են 200-ից ավել քաղաքացիներ, շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր որ շնորհակալ ենք թե կատարեցին իրենց քաղաքացիական ամենակարևոր պարտականությունը եւ թե հիմա այս պահին թեկուզ այս հանգստյան օրով անտիֆեյքի հետ են եւ միասին մենք դիտում ենք այս հայտարարակ ընտրությունների ընթացքը։ Շարունակեք լինել ակտիվ, սիրելի ընկերներ, լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, տարածեք այս տեսանյութը, որպեսզի այն ավելի հասանելի լինի մեր հանրությանը եւ մենք շարունակենք կարդալ ստացվող տեղեկությունները։ Գորիսի 3412 ընտրատեղամասից կա տեղեկություն ուժեղ Հայաստանի հաղորդմամբ ԿՊ վստահված անձը ՄՍԾ տնօրենը ուղղորդումներ են իրականացնում քաղաքացիների մեկ այլ տեղում 3460-ում նույն տարածաշրջանի Գորիս քաղաքի ԿՊ-ական քարտուղարը հրաժարվում է արձանագրել խախտումները, որոնք տեղ են գտել արդեն իսկ։ Եկեք նորից կոչ անենք մեր քաղաքացիներին զեկուցել, բոլոր խախտումների մասին զեկուցել, եւ դիտորդներին, եւ այն կանալներին, այո ուժեղ Հայաստանի կանալին եւ մնացած ուրիշ մեդիահարթակներին եւ ձեզ եւ մեզ անպայման զեկուցեք սրա մասին։ Սա խայտառակություն է, սա Սադամ Հուսեյնի ընտրություններն են։ Շատ կարևոր դիտարկում իրականացրեցիք, պարոն Խաչկյան, այո, ընտրախախտումները ֆիքսելը, դրանք հանրայնացնելը եւ պայքարելը, որպեսզի ընտրախախտումները ֆիքսվեն պատկան մարմինների կողմից, իրականում շատ կարևոր է եւ հատկապես կարևոր է, որ ընտրախախտումները հանրայնացվում են, այսինքն մարդիկ սովորական քաղաքացիները, հանրությունը ականատես է լինում, թե
ինչ խայտառակություն է տեղի ունենում այս պահին ընտրատեղամասերում։ Ահազանգ Օշականից Մշակույթի տուն 17.25 տեղամաս քաղաքացիները մոտ են գործում քվեաթերթիկով Բեկա ուղղակի սապետան եմ իրոք մի գորրա սապետան եմ մտ խրա բայելի թերթիկ քեզ չեմ նկարում թերթիկն եմ նկարում առն սրա լսի մենք ֆիքսացինք, որ այդ քվեաթերթիկը 16 համարի քվեաթերթիկներ եւ այստեղ նաեւ տեղեկություններ կան Գյումրիից 31.33 տեղամասում քվեախցիկից բոլորին երևում է քվեարկությունը եւ ոչ մի դուռ կողպված չի այսինքն մարդիկ կարող են հանգիստ նայել, թե կողքի խցիկի մարդը քաղաքացին ոնց է քվեարկում եւ վերահսկողություն ըստ էության չկա։ Դե դրա համար է արվում, որպեսի ստուգեն այդ մարդիկ պարտադրած ձևով քվեարկել են, թե ոչ։ Իրենց երևի ուղղորդում են, պարտադրում են եւ հետո ստուգում են։ Սա կոպտագույն խախտում է։ Իսկ այդ բյուլետենները քվեաթերթիկները տալիս են մինչև մտնելը, որ հենց այդ մեկը գցեն, երևի, ես չգիտեմ, ես սուտ ասելուց այդքան էլ ուժեղ չեմ, ենթադրում եմ, որ երևի սենց է, որ այդ միանգամից մտնեն, այդ բյուլետենը գցեն, հետո հաջորդը հանեն դուրս։ Իմ կարծիքով սա կոչվում է կարուսել, ինչ որ մեկը ինձ բացատրել էր դա ժամանակին, բայց հիմա չեմ հիշում։ Ամեն դեպքում պարզ է, որ սա խայտառակ բաներ են, խախտումներ են։ Ես նոր տեղեկություններ տեսա պաշտոնական աղբյուրից, եթե կարելի է դա այնպես անվանել, որ շատ ավելի բարձր է մասնակցությունը այս անգամ, քան նախկին ընտրությունների ժամանակ 21 թվականին։ Ահա, այդ տեղեկություններն են, ես էլ եմ կարդում։ Ժամը 14-ի դրությամբ 26 թվականի այս ընտրությունները 847.226, այսինքն 33.84%, որը ավելի բարձր մոտ 7% ավելի բարձր, 7%։ Այո, ավելի բարձր է, քան 21 թվականի ընտրությունները, 18 թվականի ընտրությունները եւ նաեւ 17 թվականի ընտրությունները։ Շատ լավ է, այսինքն մեր ժողովուրդը զարթնում է, հասկանում է, թե ինչի մասին է գնում խոսքը։ Եվ այս մարդիկ, եթե նրանք այդպես վստահ լինեին, որ հաղթելու են, նրանք ստիպված չէին լինի գնալ այսպիսի խայտառակ խախտումների։ Ահա, Իջևանի 38-24 ընտրատեղամաս ըստ տեղեկությունների ուժեղ Հայաստանի կողմից հաղորդվող արձանագրվել են ահազանգեր, որ ԿՓ-ի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին, գտնվում է քվեախցիկներից չափազանց մոտ հեռավորության վրա եւ հետևում է այդ ընթացքին։ Այսինքն այս ուղղորդումները եւս մեկ անգամ փաստ են, հա, հատկապես ստացվող տեղեկությունների ֆոնին դրանք համատարած բնույթ են կրում եւ ուղղորդում են հետաքրքիր է այն, որ ուղղորդում են թե դրսում տեղամասից դուրս եւ թե ներսում, արդեն բուն տեղամասում։ Սա Մուամմար Կադաֆիի եւ Սադամ Հուսեյնի ընտրություններն են։ Մեկ այլ Պարոն Խաչկյան, մինչև շարունակելը այս տեղեկությունների տրամադրումը հանրությանը, եկեք մի քանի հավանական սցենարներ քննարկենք։ Մենք տեսնում ենք, որ
ընտրախախտումները համատարած են, եթե դիտարկում ենք այն տեղեկությունները, որոնք որ ստացվում են, լավ ինչ սպասենք ըստ ձեզ։ Ես կարծում եմ, որ նրանք չեն կարողանալու այնուամենայնիվ կեղծել ամեն ինչ, դուք տեսնում եք, որ ժողովուրդը մասնակցում է, Բավականին ակտիվ են որում։ Շատ ակտիվ, մարդիկ հասկանում են ինչի մասին է խոսքը գնում, Հայաստանի կորուստի մասին է խոսքը գնում, նրանք հասկանում են, մասնակցում են, դա շատ ողջունելի է։ Իհարկե պետք է անպայման ֆիքսել այսպիսի խախտումները եւ դիմել դիտորդներին եւ համապատասխան կազմակերպություններին։ Դրանից հետո հարց է, թե ինչպես են հաշվի առնելու այս բոլոր խախտումները, երբ որ հաշվեն քվեաթերթիկները եւ հետո պատրաստ եղեք, այդ լույս անջատելու մոմենտն էլ է գալու երևի շուտով։ Ես հույսով եմ մեր մարդիկ մոմ վերցրել են իրանց հետ կամ ֆանարիկներ։ Եթե այս ռեժիմը տեսնի, որ չի կարողանում անգամ կեղծելով հաղթի, դժվար է ասել նրանք ինչ կանեն, ես հույսով եմ, որ չի լինելու սահմանադրական կարգի խախտում, չեն լինելու որոշ արտառոց քաղաքական քայլեր, ես չեմ ուզում ասել ինչ, բայց բոլորս հասկանում ենք ինչ կարող են նրանք անել, եւ չեն լինելու բռնության կոչեր, որը այդ ամբողջը դա ծանր հանցագործություն է, խառնվել պետական ընտրություններին, բռնության կոչեր անել կամ բռնություն կիրառել, այո, կամ էլ էքստրեմալ քաղաքական քայլերի գնալ, որը նրանք երևի դա էլ են նախատեսել, բայց տեսնում եք, մարդիկ չեն ենթարկվում, մարդիկ գնում են, մարդիկ քվեարկում են, ամեն տեղ նրանք չեն կարողանալու ամեն ինչ կեղծել, բայց հետաքրքիր է, այս լույս անջատելը էլի լինելու է այս անգամ, թե այս անգամ առանց դիսկոտեկայի ենք անելու սա։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, համենայն դեպս իրադարձությունների ընթացքը հուշում է այն, որ գործող իշխանությունները իրենք դիմում են ընտրախախտումների մեթոդաբանությանը։ Պարոն Խաչիկյան, ես նաև կցանկանայի մի քանի այլ հարց քննարկենք, կոնկրետ այս իրավիճակի հետ կապված, հասարակ քաղաքացին, բացի ընտրությանը մասնակցելուց, նաև ձեզ ինչ պետք է անի։ Դե ընտրության մասնակցելը դա շատ կարևոր է եւ ինչպես ասել եմ, եթե կան խախտումներ, դրանց մասին զեկուցելը շատ կարևոր է, վիդեոներ նկարելը, ֆոտոներ նկարելը, զեկույցներ գրելը, եթե կան վկաների անունները վերցնելը։ Եվ սրանից հետո պետք է պատրաստ լինել, որ այս արդեն կարելի է, դե լավ, չասեմ, որ աչքով չտամ, այս իշխանությունը, որը ակնհայտորեն վախեցած է, ամեն ձևով կեղծում է, այս ընտրությունները պետք է հետևանքներին պատրաստ լինել, զգոն լինել, սադրանքների չենթարկվել, բռնությանը չգնալ եւ թույլ չտալ, որ բռնություն կիրառվի մարդկանց դեմ։ Դուք ինձ հարց տվեցիք, ինչ է լինելու Միացյալ Նահանգներում, եթե այսպիսի բան տեղի ունենա ամերիկյան ընտրությունների ժամանակ։ Ես գտա այդ հարցի պատասխանը։ Մարդկանց ուղղորդելը, վախեցնելը եւ խախտելը իրանց քվեարկության գաղտնիքը խախտելը համարվում է քրեական հանցագործություն, պատժվում է Միացյալ Նահանգների ֆեդերալ օրենսդրության համապատասխան կետից 52 Միացյալ Նահանգների կոդեքսի 52-րդ կետի եւ սա համարվում է քրեական հանցագործություն։ Դուք իրավունք չունեք ոչ ուղղորդել, ոչ վախեցնել մարդկանց, ոչ մտնել այդ խցիկները, ոչ էլ իհարկե խմբակային ձևով քվեարկել, սա ամբողջը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում համոզված եմ համարվում է քրեական հանցագործություն։ Մենք ունենք նոր տեղեկություններ ուժեղ Հայաստանի հաղորդմամբ քպական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնում է 19:36 տեղամասի տարածքում եւ ուղղորդում է իրականացնում ընտրողների։ Այժմ մենք տեսնում ենք կադրերը։
Ես հույսով եմ, որ սա չի բերի անկայունության, բախումների եւ բռնության, որտեղ ակնհայտ է, որ սրանք ակնհայտորեն կեղծված որոշումներ, այդ խախտումները սա կեղծիք է, սա ընտրակեղծիք է եւ սա ցանկացած երկրում քրեական հանցագործություն է։ Ես նոր նայեցի, մենք խոսեցինք Միացյալ Նահանգների մասին, ես հիմա նայում եմ Մեծ Բրիտանիայի օրենսդրության որոշ օրինակներին Շատ կարևոր գործ է իրականացում, պարոն Խաչիկյան, այդ համատությունը շատ կարևոր է, խնդրեմ։ Դե չգիտեմ, իրանց համար մենք ասել եմ, մենք իրանց համար ինչ որ գաղութ ենք, մենք իրավունք չունենք դեմոկրատիայի, մենակ եվրոպացիները ունեն, տենց է ստացվում։ Հիմա այստեղ գրված է Միացյալ Բրիտանիայում, իմ շատ սիրելի երկրում, մարդկանց վրա ազդեցություն գործելը, ուղղորդելը, վախեցնելը, մտնել այդ խցիկները համարվում է հանցագործություն, քրեական հանցագործություն, սրա մասին գրված է իրենց դատախազության Անգլիայի դատախազության սայթի վրա, հեսա intimidation, abuse, harassment and intimidation, influencing voters at polling booths. Սա այդ բոլոր բաները, որոնք դուք տեսնում եք, սա համարվում է քրեական հանցագործություն եւ Բրիտանիայի ըստ 18-րդ կետի պատժվում է որպես քրեական հանցագործություն։ Իսկ արևմտյան զարգացած երկրներում նմանատիպ դրսևորումները ուղղակի բացառված են, որովհետեւ արևմուտքում գոնե այդ երկրների տարածքում, հա, դեմոկրատիա ասվածը գործում է, այլ հարց է, որ նրանք արևմտյան երկրներ, Միացյալ Նահանգներ կլինի, Մեծ Բրիտանիա կլինի, իրենք բացարձակապես թքած ունեն այլ երկրներում տեղի ունեցող այսպիսի խայտառակ երևույթների վրա, որը որ իդեպ զարմանալի չէ, որովհետև այդ երկրները լինելով բավական դեմոկրատական երկրներ, սրա մասին էլ պետք է խոսվի, հա, առաջնորդվում են իրենց աշխարհաքաղաքական եւ ռեալ պոլիտիկի շահերից ելնելով եւ բնականաբար այս փուլում ինչի են նրանք լռում, շատ պարզ, որովհետեւ եվրոպացիներին, մասնավորապես Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային պետք է որ Հայաստանը վերածվի հակառուսական աշխարհաքաղաքական պլազդարմի եւ հանուն դրա նրանք պատրաստ են աշկ փակել Փաշինյանական իշխանության յուրաքանչյուր ապօրինության, իսկ Միացյալ Նահանգներին Փաշինյանի իշխանությունը պետք է որպեսի իրագործվի Զանգեզուրի միջանցկացվածը, որը որ փաթեթավորեցին իրենք այդ գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցեցին որպես TRIP, որը որ նույնպես աշխարհաքաղաքական պրոյեկտ է եւ միտված է Իրանի շուրջ օղակը ավելի սեղմելուն։ Այո, եւ մենք ձեր մոտ մի քանի անգամ խոսել ենք, ել չկրկնվենք, մենք դարան 21-րդ դարի առաջի գաղութը, կոլոնիան Մեղրին հանձնվել է, այնտեղ գործելու է Միացյալ Նահանգների Նյու Յորքի նահանգի օրենքը, մենք այլևս այնտեղ մեր իրավասությունը չունենք, այնտեղ լինելու են դուստր ընկերություններ, պատրաստիչներ, կապալառուներ, այսպես ասած, որոնք ամենայն հավանականությամբ ըստ անգլիացիների եւ ամերիկացիների լինելու են Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Մենք ձեռք քաշեցինք Մեղրիից, շնորհավորում եմ ձեզ։ Հիմա մենք խոսեցինք Միացյալ Նահանգների մասին, Անգլիայի մասին, հիմա կարդում եմ Ֆրանսիայի մասին ազդեցություն գործադրել, ուղղորդել կամ ոչ օրինական ձևով փոխել քվեաթերթիկը համարվում է ծանր քրեական հանցագործություն, un crime sévèrement puni par la loi, հանցագործություն, որը ամենախիստ ձևով պատժվում է օրենքով։ Սա կարող է բերել բանտարկության, քրեական պատասխանատվության, բանտարկության եւ ծանր շատ մեծ պատիժ մուծելու դեպքերին, այսինքն տուժ, շտրաֆ։ Մարդկանց նստացնում են, մարդկանց ենթարկում են քրեական պատասխանատվության։ Ֆրանսիայում,
Անգլիայում, Ամերիկայում, կարող եմ Գերմանիան էլ նայել, որը ուզում եք նայեմ։ Որևէ երկրում այսպիսի բան չեն թույլ տալիս։ Նրանք բացահայտորեն կեղծում են եւ գողանում են մեր ժողովրդից մեր ընտրությունները։ Այստեղ նոր տեղեկություններ ենք ստանում տարբեր տեղամասերում 627, 626 տեղամասերի մոտ ԿՊ-ն քարոզարշավ է անում, ոստիկանությունը անգործության է մատնվել եւ այստեղ հատկանշական է, որ ինչպես տեղեկանում ենք ուժեղ Հայաստանի հաղորդագրությունից, իշխանության օգտին կատարող խախտումը չի վերացվում անգամ նախազգուշացումներից հետո։ Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք կապ չունեն։ Ոստիկանությունը կապ չունի, հետաքրքիր է։ Երբ որ մարդկանց պետքա ծեծել փողոցներում, կապ ունեն, երբ որ պետքա քրեական հանցագործություն ֆիքսել, կապ չունեն։ Շատ հետաքրքիր է։ Տեղեկություններ եմ տեսնում, որ մասնակցությունը շատ ավելի բարձր է, քան 21 թվին։ Ես շատ շնորհակալ եմ մեր մարդկանց, բոլոր մեր մարդկանց, բոլոր մեր քաղաքացիներին ողջունում եմ, շնորհակալություն եմ հայտնում, որ մեր ձայնը լսեցին։ 22-26 ընտրատեղամաս իշխանության վստահված անձը մտել է քվեախցիկ եւ իրականացում է քվեարկության խմբակային քվեարկություն։ Սա արդեն աբսուրդ է։ Սա էլ ինչ ընտրություն է։ Միանգամից տպեին այդ քվեաթերթիկները ու միանգամից հանձնեին բանին։ Միանգամից դնեին արկղի մեջ, էլ ինչու են մարդկանց բերում։ Միանգամից մի 100 հատ տպեին, բերեն գցեին արկղի մեջ։ Դե էլ ինչ։ Ու դուք տեսաք, որ որոշ դեպքերում հայտնաբերվել էին մարդիկ, որոնք գրանցված էին տարբեր բնակարաններում եւ տներում, բայց այնտեղ չէին ապրում։ Այո։ Անգամ տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահի բնակության հասցեում ուրիշ ընտրողներ էին, այլ մարդիկ էին գրանցվել։ Լավ տեղը գտան։ Ահա, 3109 տեղամաս, ըստ ուժեղ Հայաստանի հաղորդագրության, պատգամության ԿՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով այդ տեղամասի ընտրող, զրուցում է քաղաքացիների հետ, այո, ինչը եւս օրենքի խախտում է։ Թեկնածուն մինչև ժամը 20:00 իրավունք չունի լինել տեղամասում, պարոն։ Ինչ անե, Մինասյան։ Պարոն Մինասյան։ Տեսնենք։ Ես քեզ լավ գիտեմ, պարոն Մինասյան, չգիտեմ ինչ հիշեցիք, բայց Այսինքն մենք ֆիքսում ենք, որ կա ակնհայտ ներգործություն։ Ինչ են անում այս մարդիկ Այո։ Կամ տեղամասում, կամ տեղամասի մոտ կանգնում են, քաղաքացիներին ուղղորդում, զրուցում նրանց հետ եւ ներգործություն իրականացնում ընտրությունների վրա։ Ալավերդու 24/11 տեղամաս ըստ հաղորդագրության ԿՊԱ-ականները իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել տեղամասից ի ապացույց ԿՊ-ին քվեարկելու փաստին։ Տեսակ։ Դե տենց էլ ասում են, նրանք պահանջում են, որ ապացուցեն։
Մի չեն կարող, ես դարձողման օրից ինչքան իշը, դե իշը որ մի հատ Մինչև հաջորդ խախտումի մասին խոսեք, Դավիթ ջան, ես ցանկանում եք Խնդրեմ, պարոն Խաչիկյան։ Ահա, անցանք հաջորդ երկրին, Գերմանիայում ընտրությունների ժամանակ որևէ խախտումներ, մարդկանց վրա ազդեցություն գործածելը, ուղղորդելը, ինչ որ ձևով խախտումներ կատարելը համարվում է քրեական հանցագործություն, պատժվում է Գերմանիայի քրեական կոդեքսի 264 կետի համաձայն եւ բերում է ծանր հետևանքների։ Սա էլ Գերմանիան, սա 4-րդ երկիրն է։ Այս օրինակները, պարոն Խաչիկյան, իրական շատ հետաքրքիր է ու շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրականում ինչ կարող է հետևել, հա, դրան, եթե մենք լինեինք իրապես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, հարգում են ժողովրդավարական եւ պահպանվում են ժողովրդավարական արժեքները, ապա նմանատիպ դրսևորումներ չէին լինի, իսկ եթե լինեին, ապա կպատժվեին օրենքի ողջ խստությամբ եւ թող մեր հանրությունը հիմա տեսնի, թե իրապես իրական ժողովրդավարական երկրներում այսպիսի դրսևորումները ինչ պատիժների կարող են արժանանալ, խնդրեմ շարունակեք այս հետաքրքիր դիտարկումները։ Մի հարց էլ տամ ձեզ, Դավիթ ջան, իսկ մեր այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը որտեղ է, մարդու իրավունքների պաշտպաններ, տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք 100 միլիոնավոր դոլարներ են ստացել 10-20 տարվա ընթացքում, դոլարա, որ ստացել են, բա ուրա, բա իրանց խիղճը, բա իրանց աչքերը ուրա չեն տեսնում, ոչինչ անելու չունեն, այն մեր Դանոսավանի քաղաքապետը, որ շատ ասիրում դանոսներ գրել, բա ուրա, բա չի ուզում մի հատ էլ գրի, բա գրի, բա ինչու չեք գրում, մարդկանց վրա հարձակվում եք, գործ եք տալի, գործ եք շինում, ձեր աչքի առաջ այսպիսի բաներ է կատարվում, որտեղ է մեր քաղաքացիական հասարակությունը։ Տեսեք, պարոն Խաչիկյան, շատ կարևոր հարց եք բարձրացնում իրականում, որովհետև Հայաստանում տարիներ շարունակ գործել է պսևդո քաղաքասարակություն, շատ չնչին բացառությունները հանած, ովքեր նախկին իշխանությունների ժամանակաշրջանում, եթե ժողովրդավարական լեզվով ասած, պայմանականորեն մեկի մազը ծռվեր, այնպիսի աղմուկ էին բարձրացնում, որ Հայաստանում կարծես թե Իդի Ամինի ռեժիմը լիներ, բայց հիմա երբ որ տեսնում ենք այս համատարած բռնաճնշումները, քվեարկության օրվա ընտրախախտումները, այո, նրանք լուռ են։ Դա ձեզ ցույց է տալիս, որ նրանք իրենց իսկական նպատակը Հայաստանում ժողովրդավարությունը չէր։ Այդ հենց կազմակերպությունները դոլարներ ստանալով, միլիոնավոր դոլարներ, միլիոնատեր են դարել այդ մարդիկ, Ղարաբաղցիների դեմ, արցախցիների դեմ տասնյակ տարիներով վարում էին իրենց քարոզչությունը, որ այդ խեղճ մարդկանց մեղադրել բոլոր մեղքերում, իրենց դարձնել մեր ժողովրդի թշնամին եւ Արցախը հանձնել։ Նրանք կատարում էին արտաքին պատվիրատերերի կարգադրանքը։ Հիմա սա պարզ է, որովհետեւ եթե դուք այսպիսի հանցագործություններ եք տեսնում ու ոչինչ չեք անում, դե պարզ է, որ դուք իրավունք չունեք ձեզ կոչել քաղաքացիական ինչ-որ հանրություն, թե ինչ է ցույց անունները ձեր մարդու իրավունքներ, ոնց էր այդ գործտվողների միությունը ոնց էր կոչվում, ինֆորմացված քաղաքացիների միություն կամ ինֆորմատոր քաղաքացիների միություն, բանին մեր Նարեկին Վազգենին նստացնում են մի բառ ասելու համար, այն էլ պատասխան ասելու համար։ Քաղաքական սուր քննադատության ըստ էության։
այո, այստեղ մի ամբողջ երկրի ընտրություններ են գողանում, դուք ձեր ջեն չեք հանում։ Դե դուք ցույց տվեցիք, մեկ երթական անգամ ցույց տվեցիք, որ դուք ոչ մի քաղաքացիական հանրության հետ կապ չունեք, դուք ուղղակի վարձկաններ եք։ Ահա, մենք նոր տեղեկություններ ունենք ուժեղ Հայաստանի հաղորդմամբ, ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Գյումրու Նորավան թաղամասում թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող ուժեղ Հայաստան դաշինքի գրասենյակ, ձերբակալվել են 3 անձը ձերբակալվել եւ ըստ էության իրենց հաղորդմամբ այս գործողությունը նպատակ ունի խաթարել բնականոն աշխատանքը եւ փաստաբաններին թույլ չեն տալիս։ Եվ ասեմ ինչու, որովհետեւ տեսնում են, որ իրավիճակը շատ հուսադրող չէ իրենց համար, իսկ ընդդիմության համար հուսադրող է։ Դրա համար էլ այսպես են իրենց պահում։ Ցանկացած բան անելու են։